Հարիկ այսօր սերներ, շնորհակալ ենք, որ Աստված մեզի շաբաթ մի ևս կյանք տվավ եւ հավաքվեցանք, իրեն սուրբ խոսքը պիտի սերդենք, կշարունակենք մեր թեման Աստծո սերը եւ արդարությունը, հասած ենք 12-րդ դասը, սեր եւ արդարություն երկու մեծ պատվիրանքներ, այսօրվա դասը, աղոթենք։ Երկնավոր Հայր, քեզ մենք խնդրենք, որ քո սուրբ հոգիդ մեզի դաս, որպեսզի գայնանք քո խոսքդ լսել, գարթալ, հասկանալ, ըմբռնել եւ գադարել մեր կյանքին մեջը։ Տեր Աստված կխնդրեմ, որ ինձ քո խաչիդ յետևը բահես, քո այրանց շիթերուն դակ։ Հիսուսի անունով խնդրեցի։ Ամեն։ Ուրեմն այս շաբթվա հիշելու համարը պիտի գարթանք առաջի Հովաննու 4-րդ գլուխ 20-րդ համար։ Եթե մեկը գսե թե ես Աստված կսիրեմ ու իր եղբայրը կպատե, անիկասը դա խոսե։ Քանզի ան որ իր եղբայրը չի սիրեր, որ գտեսնե Աստված, որ չի տեսներ, ինչպես կրնա սիրել։ Այո, շնորհակալ եմ։ Եթե մեկը գսե, որ ես Աստված կսիրեմ, բայց իր եղբայրը չսիրեր, ինչպես կսե Աստված պիտի սիրե, եթե որ չի տեսներ, երբ որ եղբայրը կտեսնա չսիրեր։ Որ մենք վստահ ենք, որ Աստված ամենայն վերջը արդարություն պիտի բերե։ Գիտենք, չէ՞, ամենավերջը, բայց եւ այնպես հիմա մեր կյանքին համար մենք ինչ կնենք։ Հոս, մենք հիմա արդարության կսպասենք, բայց մենք ինչ կնենք արդյոք։ Մենք մեր թերը ունենք տառաբանքը եւ չարիքը մեղմելու համար։ Այո, վերջում Աստված Թադաստան բիդն է, բայց մենք արդյոք կրնանք, այո, մենք կրնանք այդ տառաբանքը նեղությունը քիչ մը վերցնել մարդոց վրային, ծանրությունը վերցնել։ Սեր եւ արդարությունը անբաժան են։ Քանի շաբաթներ ասի կսերդենք։ Սեր եւ արդարություն, ասոնք անբաժան են իրար մե։ Եթե մենք կսիրենք Աստված, կսիրենք նաեւ արդարություն, քանի որ Աստված արդար Աստված է։ Եթե նույն ձևով կսիրենք Աստված, նաև կսիրենք միմյանց։ Եվ երբ որ կսիրենք, նաև կհոգանք անոնց բարիքին համար, անոնց բարօրության համար, լավը լալուն համար հոգ կդանենք։ Անոնք ովքեր որ կդարաբին աղքատության մեջ, ճնշումներու մեջ եւ կան ովևէ անարդարության պատճառով, ասի պետք է մեզի անհանգիստ է, երբ որ մարդկանց կճնշվին մարդիկ, մենք պետք չէ աչք քոցենք։ Եվ գարձես թե չի տեսանք անիգա։ Փոխարենը մենք պետք է մեզի հարցնենք ինչ կրնանք անել անհատապես ես ինքս ինչ կնամ անել եւ հավաքականապես իմ եկեղեցիս, իմ ընտանիքս, իմ շրջանակս ինչ կնա անել, որովհետեւ մարդոց նեղությունը քիչ մը վերցնենք։ Ուրեմն երկու պատվիրանքներ կան, որ Հիսուս վերջավորության ասավ։ Գարթանք Մատթեոս ավետարանի 22 գլուխ 440 համարները։ Տեսնանք, որ խոսակցության մեջ Հիսուս ինչ կսե։ Փարիսեցիները երբ լսեցին, թե անիկա պապանցեցուկ սապիկեցիները մեկտեղ ժողովեցան եւ անոնքներ օրինական մահարցուց զանիկա փորձելով վարտաբեդ որ պատվիրանքը մեծ է օրենքին մեջ Հիսուսը ասա Ուդեր ազդուց սիրես կու բոլոր սրտովդ և բոլոր անցովդ ու կու բոլոր մտքովդ։ Աս է առաջինը ու մեծ պատվիրանքը։ Ու երկրորդը ասոր նման ու ընկերդ սիրես ու անցիկ պես։ Այո, երկու պատվիրանքներ են գախված են բոլոր օրենքը և մարգարեությունը։ Այո։ Երբ փարիսեցիները մինչև 40։ Այո։ Հասար։ Երբ փարիսեցիները ժողովեցան Հիսուս հարցուց անոնց ուսա Քրիստոսի վրայով ինչ կարծիք ունիք անիկա որուն որդին է Կփավ է, այո, կփավ է այդ չափը մինչև 40-ներ, մինչև 40-ը Մատթեոս 22, 34-ն 40 34-ն
Այո, այդ չափն էր, շնորհակալ եմ։ Ուրեմն Հիսուս կսե որ աս երկու բادرվիրանքներն գախված են փոլը օրենքը եւ մարգարեները։ Հիսուս նոր բادرվիրանք մտավ, թե ոչ արդեն գար, նույնն է, հին բادرվիրանքը գար, ինքը մեջտեղ անեց ավելի բարձեցուց, որպես լավ հասկանան։ Ասոնք մեջբերում էին 5 դականեն։ Մատթեոս 19:16-23-ն գարտանք։ Մատթեոս 19:16-23 Մենք ոմոդանալով լսավանով, բարի վարտապետ, ինչ բարի կոշ կոզեն որպես հավիրանյան կանտունի։ Անիք ասավանով, ինչուց իս բարի գամբանեց, մենեզա բարի չի գա, որ է ասված, եթե գուզես հավիրանյան յանքը մտնել բادرվիրանքները բարե, բադանին հացուց, որոնք Հիսուս ասավ, այս ասոնք, սպանտումիներ, շնտումիներ, պոտումիներ, սուբգայտումիներ, այրդ մայրդ բادرեև, կոնգերդ մանցիպես երես, բադյանային ասավ, ալոնք ամենքն մանկությանես իրակը բայեր եմ, ինչ բան կբակցի Հիսուս ասավ, եթե գուզես կատարյալը լար կնա ունեցավ ծախել դուր աղկակներ ու երկինքը կանցուր ունենաս և երկուր իմ եդևես, երբ բադանին աս մուսկը լսեց, դրկմած կնաց վասին շատ ստացված կներ։ Այն արեն Հիսուս ասավ աշակերտներում ճշմարիտ կսեն ձեզի, թե հավուստը դժվարա պիտի մտնեն ինքի տակավորությունը։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա աս երկու պատմություններուն մեջ կտեսնանք, որ երկուքն բادرվիրանքի մասին կխոսի։ Հիսուս մեկ մգսե, որ երկու բادرվիրանք Աստված սիրե եւ ընկերը սիրե, բայց հոս բադանին գսե, որ շնություններ, սուտ վգայություններ եւ այն բոլոր բادرվիրանքները բադանին ինչ գսե, ես ասիգա Մանկությանս վերերել եմ։ Գիտեմ, այսինքն գնեմ, բայց բնավորության մեջը քիչ մոներ ասպադանին, որ իր հարստությունը իրեն թեպի գորուստ պիտաներ։ Ադամար Հիսուսը որ ունեցված կծախե, եւ իմ յետևես եկոր, բայց բադանին չգրծավ, աս միակ պայմանը չգրծավ անել Հիսուսի համար, կայում շատ ստացված կուներ, շատ հարուստ էր, ասում համար Հիսուս կսե, ուղդը կամ բարանը դժվար է ասեղին ձագեն մտնական թե հարուստը երթա, քանի որ հարուստը իր հարստության վրա կհեմնվի, Աստծո վրա չի հուսար, ադի է խնդիրը, հարստությունը չէ խնդիրը, ապրամ շատ հարուստ էր, ղովդը նմանապես, պանը հոպը շատ հարուստ էր, բայց իրենք իրենց հարստության վրա չէին հուսացած, իրենք Աստծո վրա հուսացած էին, երբ որ գործընծուցին, նսի որ Աստուծո մե դրվեցավ, նեղություն չունեցան, Ամրուստը հարուստությունը իր վրան արավ, չուզեց բաժնվել հարուստներն։ Այո, եւ իրեն միակ փրկության ճամփան հույսը այդ էր, որ խոսքը ընդուներ եւ անոր հնազանդվեր։ Ուրեմն անոր բարձր թիրքը ունեցվածքը, գսե աննկատելի չէր հասկանալ, աննկատելի գործանարար ասեճուն կթողներ անոր բնավորության վրա, եւ երբ որ ասիգա պիտ փայփայեր, Աստված դուրս կմղվեր իրեն սիրտեն։ Ես հիմա կտեսնանք, անոնք ովքեր որ կհարստանան, Աստված կմոռնան, ինչու համար։ Կսկսեն իրենց խորին, որ իրենց ուժովը եղավ, բայց այդպես չէ։ Մենք Աստուծո մեջ քիչ կամ շատ հեռու մնալը կնշանակի է պահպանել այն, ինչ կնվազեցնի անոր փարոյական ուժը եւ ունակությունը, քանի որ այս աշխարհի բաներով դարվիլը, որքան աննկատ ու չնչին թվա, ի վերջո կգլանե ամեն ինչ։ Երբեմն բզդիկ բամը գնես, խոյս բզդիկ ցևով ասում եք ուզես հեռանալ կամ գերանաս, կամ մեծ ցևով ասում եք հեռանաս, դա երուքնալ քեզի քու փարոյական ուժը կնվազեցնեն։ Աստծո Հիսուսի հետևելու քու փարոյական ուժը կնվազի, երբ որ բզդիկ ցևով գուզես աշխարհի հետևիլ։ Երկու հիմա նայենք ամենամեծ մեղքերը ինչ են, որ մեզի ետ կբահեն ասում է։ Բادرվիրանքը գադարը զոհաբերություն կենթադրե, որ կցույց կտա մեր սեր ուրիշներու հանդեպ եւ իրապես կապացուցե, որ գերտանք ճիշտ Հիսուսի ուղիով, երբ որ մենք բادرվիրանքը բահենք, Հիսուսի պես կաշխատենք։ Եվ այսպես Ուրեմն ինչ են ամենամեծ մեղքերը, գարտանք Սաղմոս 135, 13-19 համարները։ Okay. One inch Havidian within okay. Aske ince basmazigere bir yolunda tabi. Yebi sanamedin doğumi.
Բետոնեստերին գուքերը հացատ ու ոսկի են, մարդու ծերքի ոնձերի են, երան ունի, այդ չեն խոսիր, աչկեր ունի, այդ չեն լեսնի, հավաչներ ունի, այդ չեն լսեր, և շուն չգա անոց երնի մեջ, անոց նման գլան, զանոց շնորները, ու բոլոր անոց ուսացողները, ով Իսրայելի ուսացեք դերը, Ներողություն։ ուսացեք դերը, ով դերիում, ուսացեք դերը, ով դերոչնեն մաղցոնները, ուսացեք դերը, ուսացեք լավ մեր Սիոնեն, ով Երուսաղեմի մեջ տեխնագի, Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հոս կցցնե որ հեթանոսներուն գուրքերը ինչ են։ Ինչ է Աստծո հագարակությունը, երբ որ գուրք կբաշտես։ Եվ ինչ են գուրքերը։ Գիտենք որ անցյալ դասերում մեջ գուրքերուն յետև եղողը թև է, սատանան է գուրքը, իրական գուրքը ինչ է։ Մարդու ցերքի կորց կսե։ Հայրան ունի չի խոսի, աչք ունի չի տեսներ, ագանջ ունի չի լսեր, շունչ չկա անորփեն մեջը։ Ասոց նման գլան անոնց շինողներ եւ անոնց բոլոր հուսացողներ, այսինքն ոչ կտեսնան, ոչ կլսեն, ոչ շունչ ունին։ Աբրող մեռյալներ են աշխարհի վրա։ Ասիկա մեղք է, գուրք ունենալը ուղագի Աստծո հագարակ ըլլալ է։ Ասելով որ Աստված որ կտեսնա, կլսե, կխոսի քեզի հետ եւ քեզի հոգ կդանի, անորթულ մեկ կողմ կտնես եւ գսես որ ասիչ գուրքը, ասիչ մեկ թալիսմանը, ասիչ մեկ նշանը, ասիչ մեկ աչքի օղը, աչք է կամ ինչ որ է, դու նադիգա գսես որ ասի ինձի մի բահբան է, ասի ինձի մի պաշտպան է։ Ասիկա գուրք է։ Շարունակ 5 դագարանը կշեշտրե որ Աստծո հանդեպ սերը բարձր է ամեն բանեն, ասեդորեն կապած է գրաբարության մեծ մեղքի հետ, որի հագարակ է Աստծո հանդեպ սիրուն։ Եթե Աստված կսիրես գուրք չես կնար ունենալ։ Կարդանք Զաքարիա 7:9-13 համարները։ Արդարը Փագաստանը դեսնե և սեզմե ամեն մեկ եղբորը ողորմությունը քծությունը թող ընե, որպե վարին ու որպը օդարագանը և դնագը մի հարստահարեք, որևէ մեկը իր եղբորին համար իր սիրտին մեջ չարություն թող չմտածե, բայց անոնք չուզեցին մտիկ ընել, հապա իրենց ուսը թողտվեցուցին, ագանչնին ձանրացուցին, որբեսի չլեն, չսեն, որ իրենց սիրտը անաթամանտի պես ըրի, որբեսի լսե այդ Չլսեն օրենքնո։ որոնք զորքերուն դերը իր հոգիով առաջվանեն մարգարեներուն միջոցով, անոնց ղրգեց, անոր համար զորքերուն դերը խիստ փարգացավ։ Ուրեմն Աստված ինչու համար փարգացավ։ Ոսկսե երբ որ որբևարին ու որբը օդարագանը եւ դնանգը հարստահարեցին, Աստված փարգացավ։ Անոնք կսե մի հարստահարեք։ Եվ եթե որևէ մեկը եղբոր համար իսրդին մեջ չարություն մտածեք, քիչ առաջ քարոզին մեջ լսեցինք։ Եթե թե սեր ունիս, չարություն չես կնար դիմացին մտածել։ Եվ ասոր համար գսե, դուք ձեր սիրտը ադամանտի պես տրիկ, այսինքն գարձրացուցիկ, ադամանտը ամենեն գարձրն է, չէ՞, աբագի կգդրե։ Գարձրացուցիկ, որ չլսեն այն օրենքին խոսքերը չլսեն, որ դերը իր հոգիով առաջվա մարգարե միջոցով անոնց ղրգեց։ Ուրեմն դերը փարգացավ։ Ուրեմն ինչ բանի համար Աստված կփարգանա, գրաբաշտյան եւ դիմացինին չսիրելու համար։ Երբ որ եղբայրը չես սիրել, Աստծո սիրտը կգոդրվի։ Չգադարել կնշան Աստծո 5 դագային մեջ բադվիրանքը չգադարել կնշանակե չսիրել Աստված եւ չսիրել միմյանց։ Եվ անհնար է մնացած բադվիրանքները բայ եթե մենք չենք սիրել Աստված եւ չենք սիրել իրարու։ Ամեն ադի է Աստծո։ Մեկ կողմը բադվիրանքը Աստված սիրելու մասին է, մյուս կողմի բադվիրանքը մարդը սիրելու մասին է։ Աստված կսիրի արդարությունը, երբ որ Աստված կսե, որ Աստված կսիրի արդարությունը գադե չարը, Սաղմոսի մեջ կսե,
Անիկա շատ խորաբես մտահոգված է դիրող անարդարությամբ, ինչը արդարացի վրդովմունք առաջացնե այն բոլոր մարդկանց համար, ովքեր անարդարության զոհ դարձած են։ Հին եւ նոր գրականության մեջ ասված հետեւականորեն հանդես կուքա ի պաշտպանություն ճնշվածներու եւ նեղյալներու։ Ամեն անգամ գսե։ Սաղմոս 82-ը գարտանք։ Այո, 82 Սաղմոս 82։ Ասված կանած է ասվածին ժողովի մեջ, ասվածներուն մեջ պատասխան կրվեցնեն, մինչև երբ անրավության դիվիտատեք, ու անպայրշներուն աչարություն բիբիոնեք, սելա, արդար պատասխան բերեք աղկատին ու որպին, խեղջին ու չկավորին իրամուկը պաշտպանեցեք, բրգեցեք աղկատը ու տնանքը, անպայրշներուն ցերկեն, ազատեցեք զանոն, չեն իմանար ու չեն հասկանար խավարի մեջ կբդտին, երկի բոլոր հիմերը շարժեցան, ես ասի, դուք ասպատներ եք, ու դուք ամենիկը Բարձրյանին որդիներն եք, այդ մարդոց բես բիբի մերնիք, ու իշխաններում բես բիբի ինակ, երիր ով ասպատ, տադե երկիրը, Բասնզի բոլոր ազգերը քեզի կբատկանին։ Այո, շնորհակալ եմ։ Հոսնորեն կտեսնանք Աստված մեր քերակույն իշխանն է, բայց կսե մինչև երբ անիրավությամբ պիտադեք ու անփարշտությամբ աչառություն բիդնեք։ Աղքատին ու որփին, խեղճին ու չքավորին իրավունքը պաշտպանեցեք։ Բրգեցեք աղքատը դնանգը անփարշտում ցերկեն ազատեցեք զանոնք։ Եվ ասի կխոսի նաև Երբ կսե Աստված կթադե երկնային կառավարիչները, այսինքն աստվածները դուք կսե չէ, Աստծո որդիները, այսինքն մեր չդեսածները կանգնած են կաշարագերության մեջ, կաշարագեր են, Աստված չուզեր անիգալա, եւ այսինքն երկնային կառավարիչները, որ աստվածները կեցած են կաշարագերներուն յետևը, այսինքն թիվային ուժերը Մինչև երբ անիրավությամբ պիտադեք։ Այստեղ եւ ուրիշ կսե համաների մեջ 5 դագայի մեջ մարգարեները արդարության գոչ կնեն ամեն անգամ։ Քեզ հայտներ է ով մարդ թե ինչն է բարին եւ դերը ինչ կբաղանչե քեզ միայն իրավունքը բահել, ողորմությունը սիրել եւ խոնարհությամբ երթալ քու Աստծուց հետ։ Ասիգայալ Միքիա 6:8-ին մեջ կգրե։ Հիսուս կսե թրա այսով բոլորը բիճաշտան քեզի որ դուք իմ աշակերտներս եք եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք ինչպես որ կարդացինք ինչպես կրնանք լավագույն ձևով այս սկզբունքները մենք գիրառել մեր կյանքին մեջ երբ որ աղքատը գուլա կամ կգանչե գաղոթե Աստված մտիկ կնե Աստված Աստծուն ուղված դատաստան անելու գոչին ինքը Աստված արդարության հաստատման գոչ կնե օրինակ ամը Եսայի մարգարեն չի թաքցնելու այդ ժամանակ Իսրայել մեջ անարդարություն կդարվեին արդարություն հաստատել անոր խոսքերը եւ գոչերը այսօր մեզի կբարձրացնեն եւ հստակ կհնչեն մեր ագաշտեն մեջ Զորվեցեք փարություն ունել, իրավունքի հետ հետամուտ եղեք, հանդիմանեք հարստահարողին, արդար թադրեք որփին, պաշտպանեցեք որբևայրի թադը, Եսայի 1:17 Եվ այսպես, Եսային շատ մտեղեր մեզի գսկուշացնե, եւ ապա գսե ինչ պիտնեք հատուցման օրը եւ այն աղետի ժամանակ, որը հեռու են գուքա ձեր վրա, որուքով պիտի վազեք օգնության համար եւ ուր պիտի թողնեք ձեր հարստությունը Իվերջո աղետ մալան է ամենուն վրա գուքա, այն ադեն ուր պիտի վազեք, եթե Աստված չունեք, եթե արդարություն չի գա ձեր մեջը։ Նույն ձևով Երեմիա մարգարեն գսե, վայ անոր, որ իր դունը անարդարությամբ կգառուցա եւ իր վենադուները անիրավությամբ, որ իր թրացին ծրի կփանեցնի եւ անոր վարձքը չի դար անոր։ Չէ որ հայրը գերավ ու խմեց, նաեւ իրավունք ու արդարություն հրավ, այն ժամանակ անոր համար լավ եղավ, միթե Այս է ինձի ճաշնալը գսե Աստված ինեն, արդյոք իրավունք չնելով ինձի ճաշնակ, թե իրավունքներով ինձի ճաշնակ։ Կարդանք Մատթեոս 23-ին 30 համարները։
Այս եզիկյազավոր դերներով բարեցեցիներ, որանամուքին, ուսամետին, երջամանին, դասանորդը վաճարել, գծկեր օրենքին զանար բաները Կապաստանը և ուղորմությունը մահավատքը, ասոն պետք է նեիք և զանով տկեիք։ Ուր առաջկոնտեր, որ մժգուր կամենի ողդը դուգլեն, բայց եզիկյազավոր դերներով բարեցեցիներ, կավատին ու բնակին դուրսի բոմը գմակրեն, այս ներսեն հապշտավող և աներավության պլեցունի են։ Ուր բարեսեցի առաջ կավատին ու բնագին ներսի բոմը մակրե, որպես է անունց դուրսի բոմն ալմակուրը լար։ Բայց ես իգերձավոր տգիրներ ու բարեսեցիներ, որ գնամանիք ձեպած կերեսմաններում, որոնք դուրսեն կեղեցիկ կերոնան, բայց ներսեն ներներում ոսկորներով և ամեն գերպոզություններով լեցունի են։ Նույնպես դուք դուրսեն մարդոց արդար գերոնան ու ներսեն գերձավորությամբ և անորոնությամբ լեցուն եք։ Բայց ես իգերձավոր տգիրներ ու բարեսեցիներ, որ մարգարաներուն դաբանները գշինեք և արտարներուն կերեսմանները գզարտանեք, ուսեք դեմեր հայրերուն օրերավլային անոնցետ մարգարաներուն արյանը մասնակիչ էին։ Շնորհակալ եմ։ Ուրեմն Հիսուսալ նույն ձևով, քանի որ նույն Աստվածն է, նույն մտածելակերպն է, նույն հոգին է, կսե բայց էսի գեղձավոր թբիրներ եւ փարիսեցիներ։ Հիմա գսե անանուխին, սամիթին, չամանին, դասանորդ գուդակ, բայց ավելի ծանր բաները ինչ են, արդարություն անելը, ողորմություն անելը, հավատք ունենալը։ Գսե անոնք պետք է անեք, պետք է արդարություն անեք, պետք է աղքատին, որբևարին, որբին, օդարականին հոգ տանիք, բայց չի մորնակալ գսե մյուս դասանորդն է պետք չէ մորնակ, եւ դասանորդը պետք է դակ, ադիգա օրենքն է, պետք է դաս, որպես եկեղեցին գնա Աստծո գործը անել եւ ավետարան կարոզել, բայց ամենեն կարևորը արդարությունը եւ սերը զանց չառնել ասամեն հրածատենից։ Հիսուս ուրիշ օրինակ մնալդվավ։ Ղուկասի մեջ 10:25-37 քանի որ գսե որ ով է իմ մերձավորս ուզեցին իր Հիսուսը փորձել հիմա էլ ժողովուրդը կա գուզե մեզի փորձել գուզե քեզի փորձել նայել որ դու ինչ խաղապարի դերես ասյան եկավ ով է իմ մերձավորս ով է իմ ընկերս գսե Հիսուս իրենց օրինակ մտավ Բարի Սամարացին օրինակը գիտեք Բարի Սամարացին օրինակը բավական է գարտալու համար մարդ մգսե Երիքովեն Երուսաղեմի ելիքով գերտար ավազակներ ու ցերկին գավ այսինքն սատանայի ցերկին գավ մարդը անոր ձեզեցին այսինքն օրինական մը ելավ զանիգա փորձելով սավ վարդապետ ինչն է որ հավիտենական կյանքը ժառանգե մանյալը սա որ ինքն ինչ գրված է Սա քուդեր ասված սիրես քու բոլոր սրտովը դու քու բոլոր անձովը դու քու բոլոր զորությունով դու քու բոլոր մտքովդ եւ քու ընկերդ քու անձիդ պես հոս սա ով է իմ ընկերս ու ասորինակը դվավ լամը ձեզեցին ամեն իրեն իր կողցան իր ունեցածը իրեն չին հակուստի եւ այլն կիսամերած ցկեցին կացին եւ անդեղեն անցավ Ռևդացիմը Ռևդացին ով էր Ով է Ռևդացին Ռևի ցեղը քահանաներու ցեղն էր կամ քահանայության պաշտոն անողները կամ եկեղեցին մեջ ծառայող մներ Աբարդաթիր քահանա գնալալ Տերը չէ, բայց որոշված սերունդ մներ, որ եկեղեցի մեջ պետք է ծառայել։ Այո։ Դեսավ ու անթի գողմեն անցավ։ Չէ որ չի դեսավ։ Վերջի քահանամը ջամփային գիշներ ու նազիգա տեսնելով անյալ անթի գողմեն անցավ։ Ասիալ Աստծո խոսքը խոսող մեկն էր, բայց երբ որ դեսավ որ իր նեղություն բիդալա։ Չէ, կրբանեն փամը գրնահանել հոգս պետք է ընե, դժվարություն պիտի քաշե, հակուստը գրնա աղդոդիլ անոր այրունը իրեն վրան գրնակալ, միշտ կոմեն անցավ, ու վերջը գսե Սամարացինը, Սամարացին ով էր, Սամարացին մեկն էր, որ ճիշտ սուրբքին հայմատ չեր կալեր, ինքը իրեն գրոնքը ուներ, ամեն դեսագեն խառնված գրոնք ուներ, և Աստծո գհավադար, և ուրիշ բաներու գհավադար, Սամարացիները ատեսակ էին, քանի որ իրենց գրոնքը խառնված էր, և ճշմարտություն կար, ճշմարտության սուտնա խառնված էր իրենց գրոնքին մեջը, և հրյաները Սամարացիները հեչ բամը չէին ուզեր ունենալ, քանի որ չէին ուզեր անոնց խաղապարները հանգարց իրենց քովը կալ, բայց իրենք շատ լավ մեկը չէին։ Եվ դեսավ գսե քութը շարժեցավ, վերքերը փաթեց,
Ցեթև քինի թափեց իր քրաստին իշուն կամ ցիեր գամեշեր վրան տնելով դարավ զանիգա բանտոկմը անոր հոգ տարավ հետեւյալ օրը երբ կելերանգե երկու թայեգան հանեց բանդոկաբեդին դվավ հոգ տարադոր ու ինչ որ ավելի ծախսնես Ետ տարած ես քեզի գվճարեմ ասավ եւ քնացի մա ով է ընկերը աս ինգող մարդուն որ հրյա էր մարդը հրյա էր ինգողը մարդ մներ որ Երուսաղեմը հրյաներու քաղաքն էր Երիքովը սամարացներու քաղաքն էր Երուսաղեմը գիտության աստծո մոտ ապրելու քաղաք մներ Երիքովը մեղքի աշխարհի քաղաք մներ այսինքն մարդ մներ որ քիչ մասուս մե գհերանար որ դեպի Երիքով կացածադենա եւ ինգավ հիմա ով էր ասոր ընկերը քահանան էր դբիրն էր Ղևդացին էր թե ոչ սամարացին էր որ սամարացին որ օգնեց որ շատ չես հավնիր բայց եգուտես որ աստծո արդարություն անոր սիրտին մեջը կորձնական ցևով ցույց տրվեցավ Եվ հիմա իդր դարբերություն թշնամի, որ գծկտե իշխանության եւ գփորձե բռնազավթել Աստծո քահը, սատանան այսինքն, Հիսուսը իրեն նվաստացուց եւ նույնացուց անարդարություն եւ գեղեցկումեն դարաբողներուն, առանց մեղքով վարակված ըլլալու։ Անհաղթեց մեղքին, սիրով զոհաբերելով ինքը իրեն, որբեսի հաստատե արդարությունը, որպես մեկը, որ արդար է եւ գարթարացնե բոլոր անոնց, ովքեր կհավատան իրեն։ Մենք կուզենք արդարանալ։ Ամեն մարդ կուզե, որ իրեն մեղքերը ներվի եւ արդարանա։ Բայց արդյոք արդարանալը վերջի ես ինքս կուզեմ արդարանը ըլլալ դիմացին հանդեպ հարցոս է։ Ինչպես կրնանք պնդել, որ կհարկենք օրենքը, որու համար մահացավ Հիսուս, եթե մտահոգված չենք այն ամենով, ինչը Քրիստոսը գանվան է օրենքի կարևոր հիմնային սկզբունք։ Աստված է, որ իրավունք կշնորհե զրկվածներուն, հաց կուտա սովա անոթիներուն, դերը գարցակե կապվածները, դերը կփանագույերու աչքերը, դերը կանգնեցնե ինգազները, դերը կսիրե արդարները, դերը կբահե բանթուղթները, այն կընդունի որբերու եւ որբևայներուն, բայց կձեռե ամբարիշներուն ճամփան։ Եթե թուն շիդակ չլաս, ի վերջո Աստված քեզ հետ ճամփան պիտի չունենա, կորս պիտի չունենա։ Երբեմն ուրիշ տեղ մնալ գա, երբ որ լրտեսները եկան Հիսուսին նորեն փորձելու համար, ասին որ արդյոք շաբաթը արժանի է, մեգումը ցերկը բժշկեց արժանի է, ասին շաբաթը գդրեցի Հիսուսը լսա որ եթե քու ոչխարդ կամ քու այծդ կամ քու էշդ կամ քու կենթանիդ անասունդ փոսը ինար, թուն չէիր հաներ, հոս կուզեսել որ Ասմարտիկ եկան Աստծո արչև իրենց սեփական անձը վեր թասելուց, այսինքն իրենքին ավելի բարձր էին, քան թե խորեին, որ Հիսուս կսորվեսնե, բայց հանգեցության որ մարդը անասունեն վատթար վիճակում կհայտնվի։ Ասմարտոց համար մարդը որ հիվանդ էր, բժշկվեցավ, անասունեն ավելի քեշ էր իրենց համար։ Անասունը լան է փոսին նոգելնեին, կհանեին, բայց հիվանդ մարդը պետք չէ Հիսուս բժշկեր։ Կտեսնանք, որ մենք պետք է արդար ըլլանք։ Երբ որ շիդակ ձևով պետք է թադենք ինչ որ պետք է, մեկ խոսքով, մեկ բառով չեն կնար արդարությունն։ Ամեն Սուրբ Գիրքը նայիր, որ Աստված ինչ երավ, ինչպես մեզի ողորմեցավ, մենք հագայնանք նույն ողորմություն ունենալ։ Եվ դերը գսե մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին եւ մարդ արածին ավելի հազվագյուտ թե օփիրի ոսկին։ Երբ որ մենք Աստծո գուքան Քրիստոսի այրունով կմաքրվենք, կսորվենք, իրեն խոսքերեն կգարեկցենք մարդուն, այնն Աստված մեզի ոսկի պես կմաքրե եւ կշտկե։ Դերը դա որ մենք կարողանանք իրական Աստծո ոսկիները լալ աշխարհի վրա։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչև հաջորդ հանդիպում։